Գառնահովիտ գյուղում, որտեղ կա ընդամենը 12 աշակերտ, պետությունը նոր դպրոց է կառուցում մոտ 696 միլիոն դրամով, սակայն գյուղում աշխատանք չկա։ Նման գրառում է արել մեր ձևով շարժման անդամ Շիրազ Մանուկյանը ու հավելել, որ այդ նույն գումարով կարելի էր հիմնել փոքր արտադրամաս, մթերման կայան։ Այդպիսով հնարավոր կլիներ ստեղծել աշխատատեղեր հենց գյուղում բնակիչների համար։ Գառնահովիտում գործող հին դպրոցը հնարավոր էր պարզապես վերանորոգել եւ բարելավել անհրաժեշտ պայմանները։ Առանց աշխատանքի գյուղը դատարկվում է, իսկ նոր դպրոցը, որքան էլ գեղեցիկ ու ժամանակակից լինի, կարող է պարզապես դատարկ մնալ, գրել է Մանուկյանը։ Նման մի գրառում էլ արել է Նարեկ Սուքիասյանը, այս անգամ Ջիլի դպրոցի մասին, որտեղ պետությունը դպրոց է կառուցել 2 միլիոն ԱՄՆ դոլար վարկով։ Նույն խնդիրը Ջիլիում է, դպրոցը կառուցված է, բայց միևնույն է, մարդիկ լքում են գյուղը, աշխատանք չունենալու պատճառով։ Մեր ձևով շարժման անդամների գրառումների առիթը Նարեկ Կարապետյանի լոռիում արած հայտարարությունից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների իրար հետևից արված քննադատություններն էին, թե Նարեկ Կարապետյանը դեմ է, որ պետությունը դպրոց ու ճանապարհ է կառուցում։ Կարապետյանը հայտարարել է, որ պետության առաջին խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է, մեծ ու փոքր գործարաններ կառուցելու միջոցով, որ մարդիկ մնան իրենց ծննդավայրում։